Հատկապես նախընտրական այս փուլում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հաճախ կրկնում է, որ եթե իրենք չլինեն իշխանության, ապա կլինի պատերազմ։ Ելնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի։ Ոնց ուզում եք ինձ ասում եք 18 տվին գայր ասեի, հիմա ասում եմ։ Սակայն պաշտոնական վիճակագրությունը այլ բանի մասին է խոսում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմն ունեցել է 3576 զոհ։ 236-ը շարունակում է մնալ անհայտ կորած։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև սեպտեմբերի 15-ը Ջերմուկ քաղաքում հրետանակոծություն տեղի ունեցավ, որի հետևանքով 224 զինծառայողան մահացավ։ Այս իրադարձությանն էլ հաջորդեց 2023 թվականին Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժումը, որի հետևանքով 223 զոհի մասին հայտարարվեց։ Մեդիահաբի հետ զրույցում ռազմաարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Հավետիք Քերոփյանը վստահորեն ասում է, այս իշխանության վերընտրվելու պարագայում է լինելու պատերազմ։ Իրենց իշխանությունը Հայաստանի փոքրանալու, Հայաստանի կորուստների, հայ ժողովրդի կորուստների մասին է միայն։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, այո, մենք մի քանի անգամ ծանր եւ ցավագին պատերազմներ ենք տեսել եւ մեծ կորուստներ եւ տարածքային կորուստներ, Արցախը ամեն ինչ արժե իհարկե, Արցախի կորուստի հետ ոչինչ չի համեմատվի, բայց ունեցել ենք եւ մարդկային կորուստներ եւ մեր պատմամշակութային ժառանգությունը մնացել Արցախում եւ ոչնչացվում։ Քերոփյանը նշում է, որ սա Փաշինյանի կողմից ցինիկ ծաղր է հայ ժողովրդին։ Սա հերթական շանտաժն է։ Որպես մանիպուլյացիայի գծով աշխարհի երրակի չեմպիոն, Նիկոլ Փաշինյանը հմուտ կերպով օգտագործում է նոր սպառնալիքները հները մոռացնել տալու, հին ծախողումները մոռացնել տալու համար եւ փորձում է նորից քվեկորզել իշխանությունը վերարտադրելու, իշխանությունը երկարացնելու եւ նոր զիջումների գնալու։ Քերոփյանը հավելում է, պետք չէ համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, քանի որ հաջորդը լինելու է Հայաստանի հայաթափումը, եկեղեցիների գլխից խաչերի իջեցումը եւ հայկական բնակավայրերում կլինեն ադրբեջանցիներ։